Բարի լույս, դուք դիտում եք ժամի հատուկ թողարկումը։ Հայաստանի խորհրդանական պետությունը այսօր օրենսդիր իշխանություն է ընտրում։ Այս ընտրությունները առանցքային նշանակություն ունեն երկրի ներքաղաքական կայունության եւ աշխարհաքաղաքական վեկտորի հստակեցման համար։ Եվ այսպես հանրապետության բոլոր ընտրատեղամասները բացվել են առավոտյան ժամը 8-ին եւ գործելու են մինչեւ 20-ը։ Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ այսօր ժամը լրատվական աշխատելու է արտակարգ ռեժիմով, իմ գործընկերները հենց ընտրատեղամասներում կհետևեն ընտրական գործընթացին եւ տեղեկություններն ու թարմ տվյալները կհաղորդենք իրական ռեժիմում։ Եվ այս պահին միանում ենք Արաբկիր վարչական շրջանի 4 կոտորակ 6 ընտրատեղամաս, որտեղ աշխատում է իմ գործընկեր Նայիրի Մուրադյանը։ Բարի լույս, Նայիրի, այդ ընտրատեղամասում ինչ իրավիճակ է եւ ընտրողների ինչպիսի ակտիվություն է այս ժամին։ Բարի լույս Էռնա, տեղեկացնեմ, որ այս ընտրատեղամասի դռները բացվեցին ուղիղ ժամը 8-ին։ Տեղեկացնեմ, որ ես զրուցում էի 4-6 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Լիլիա Թևոսյանի հետ։ Քիչ անց ես էլ կկատարեմ իմ քաղաքացիական պարտքը, քանի որ հենց այստեղ ընտրելու իրավունք ունեմ։ Էռնա։ Բարի օր եմ մաղթում Նայիրի, շնորհակալություն, հիշեցնեմ Նայիրի Մուրադյանն էր Արաբկիր վարչական շրջանի 4 կոտորակ 6 ընտրատեղամասից։ Եվս մեկ ուղիղ միացում, այժմ միանում ենք Դավթաշեն վարչական շրջան, 5 կոտորակ 13 ընտրատեղամաս, որտեղ աշխատում է իմ գործընկեր Էդվարդ Պողոսյանը։ Բարի լույս Էդվարդ, այդ ընտրատեղամասում ինչ իրավիճակ է եւ ինչպիսին է ընտրողների մասնակցությունը այս ժամին։ Բարի օր Էռնա, շնորհակալ եմ, այս պահին մենք գտնվում ենք Տեխնիկական խոթանի համար շայցում ենք ձեր ներողամտությունը եւ շարունակում ենք թողարկումը, կփորձենք Էդվարդին միանալ մեկ այլ թողարկման ընթացքում։ Էդվարդ, մաղթում եմ բարի եւ աղախափան աշխատանքային օր, իսկ մենք կհանդիպենք ժամը 9-ին։ Բարի լույս, ժամի հատուկ թողարկումն է։ Հայաստանի խորհրդանական հանրապետությունն այսօր օրենսդիր իշխանություն է ընտրում, այս ընտրությունները այս ժամի համար այսքանը, կհանդիպենք ժամը 10-ին։ Բարի լույս, ժամի հատուկ թողարկումն է։ Ընտրական կիրակին շարունակվում է եւ խորհրդարանական ընտրությունների ընթացքը աստիճանաբար ակտիվանում է։ Այս ժամի համար նախատեսել ենք այսքանը։ Հետևեք լրատվությանը նաեւ ժամը 12-ին կհանդիպենք թարմ լուրերով։ Ժամի հատուկ թողարկումն է, բարի կեսօր։ Ընտրական կիրակին շարունակվում է։ Տեղեկացնեմ, որ իմ հյուրը 4-41 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Ջանի Ղազարյանն էր։ Էռնա։ Շնորհակալություն Նայիրի Մուրադյանն է Արաբկիր վարչական շրջանի 4 կոտորակ 41 ընտրատեղամասից։ Այս ժամի համար նախատեսել ենք այսքան, անցնողորվա լրահոսին հետևեք նաև ժամը 14-ին, իսկ ես հրաժեշտ եմ տալիս, մնացեք խաղաղությամբ։
Ընտրական կիրակին շարունակվում է, ժամը 14-ն է, հատուկ թողարկմամբ շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում, բարև ձեզ։ Եվ այսպես կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ժամը 11-ի դրությամբ մայրաքաղաքում։ Այսքանը մենք հետևում ենք իրադարձություններին, մեր հաջորդ թողարկումը ժամը 15-ին է, առայժմ։ Ժամը 15-ն է, հատուկ թողարկմամբ շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում, բարև ձեզ։ Եվ այսպես շարունակվում է ընտրական կիրակին։ Այսքանը մենք հետևում ենք իրադարձությունների զարգացմանը, մեր հաջորդ թողարկումը ժամը 16-ին է, առայժմ։ Ժամը 16-ն է, հատուկ թողարկմամբ շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում, բարև ձեզ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ ժամը 14-ի ընտրական կիրակին շարունակվում է, մենք շարունակում ենք հետևել իրադարձությունների զարգացմանը եւ մեր հաջորդ թողարկումը ժամը 18-ին է, առայժմ։ Ընտրական կիրակին շարունակվում է, ժամը 18-ն է, հատուկ թողարկմամբ շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում, բարև ձեզ։ Եվ այսպես այս պահին ուղիղ կապ ենք հաստատում կենտրոնական ընտրական հանձնաժողով, որտեղ հանձնաժողովի անդամ Ժիրայր Կարապետյանը ներկայացնում է տեղեկություններ մինչև ժամը 17-ը քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի վերաբերյալ։ Հայաստանում ընտրական կիրակին շարունակվում է, ընտրությունների ավարտին մնաց ավելի քիչ, քան 2 ժամ, ցտեսություն։ Ժամի հատուկ թողարկումն է եթերում, բարի երեկո։ Երեկոյան ուղիղ ժամը 8-ն է, Հանրապետությունում քվեարկությունն ավարտված է, ընտրողները 12 ժամ ունեին իրենց վստահության քվեն իրացնելու համար։ Այս րոպեներին փակվում են Հանրապետության բոլոր 2005 ընտրատեղամասերի դռները, որոնցից 475-ը ձևավորվել են Երևանում, 1522-ը մարզերում։ 9-րդ գումարման ազգային ժողովում պատգամավորի մանդատ ունենալու համար այսօր պայքարել է 18 քաղաքական ուժ, 2 դաշինք և 16 կուսակցություն։ Ինչպես են բաշխվել ձայները, ցույց կտա քվեաթերթիկների հաշվարկը, որի մեկնարկը կտրվի րոպեներ անց։ Մեր ձեռքի տակ են կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած վերջին տվյալները ընտրողների մասնակցությամբ։ Կարճատև դադար մեր եթերում կվերադառնանք րոպեներ անց։ Ժամը շարունակում է աշխատանքը Արմենիայի ուղիղ եթերում։ Օրվա ընթացքում մի շարք ահազանգեր են։ Կրկին դադար մեր եթերում կվերադառնանք րոպեներ անց։
Ժամը շարունակում է աշխատանքը Արմենիայի ուղիղ եթերում, ընտրություններին մասնակցող բոլոր սուբյեկտները։ Այս պահին այսքանը, եթեր կվերադառնանք րոպեներ անց, ուղիղ ժամը 21-ին սպասվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարությունը ընտրողների մասնակցության վերաբերյալ, կհանդիպենք ժամը 21-ին։ Ժամը լրատվականը շարունակում է աշխատանքը Արմենիայի ուղիղ եթերում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է վերջին ամփոփ տվյալները տոկոս։ Մենք շարունակում ենք հետևել իրադարձություններին եւ անպայման կտեղեկացնենք ձեզ ընտրական գործընթացների մասին։ Ժամի հատուկ թողարկումն է եթերում, բարի երեկո։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Վերջում հիշեցնեմ, որ այսօր ամբողջ օրը ժամը լրատվականը աշխատել է արտակարգ ռեժիմով, եթերներ ենք ունեցել գրեթե ամեն ժամ, ուղիղ կապեր տարբեր ընտրատեղամասերում աշխատող մեր գործընկերների հետ, նաև հատուկ միացումներ կենտրոնական ընտրական հանձնաժողով, հետևել ենք տվյալների հրապարակմանը։ Մեր հաջորդ թողարկումը կեսգիշերին է, կհանդիպենք այդ ժամին։ Ժամի հատուկ թողարկումն է եթերում, բարի կեսգիշեր։ Հայաստանում խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 1,476,597 ընտրող։ Վերջում հիշեցնեմ, որ այսօր ամբողջ օրը ժամը լրատվականը աշխատել է արտակարգ ռեժիմով, եթերներ ենք ունեցել գրեթե ամեն ժամ, ուղիղ կապեր տարբեր ընտրատեղամասերում աշխատող մեր գործընկերների հետ, նաև հատուկ միացումներ կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Մենք շարունակում ենք հետևել իրադարձություններին եւ ընտրությունների արդյունքներին, ժամին սպասեք առավոտյան 9-ին կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընտրությունների վերաբերյալ թարմ արդյունքներով։ Այսքանը ցտեսություն։